представителям средств массовой. Ռուսաստանի նախագահը կոշտ է արձագանքել Կալինինգրադի մարզում ռուսական ռազմական օբյեկտներին հնարավոր հարվածների մասին արևմտյան հայտարարություններին։ И что, разве это... Նրա խոսքով Ռուսաստանի համար անմիջական ռազմական սպառնալիք ներկայացնող ցանկացած օբյեկտ դիտարկվում է որպես օրինական թիրախ։ Значит, Պուտինի հայտարարությունները հաջորդել են Լիտվայի արտգործնախարար Կեստուտիս Բուդրիսի այն խոսքերին, թե ՆԱՏՕ-ն ունի Կալինինգրադի մարզում գտնվող ռուսական ռազմական օբյեկտներին հարվածելու հնարավորություն։ у Российской Федерации есть все средства сравнять с землей всех, кто попытается это сделать. Ռուսաստանի Դաշնությունը ունի բոլոր անհրաժեշտ միջոցները հողին հավասարեցնելու բոլոր նրանց, ովքեր կփորձեն դա անել։ Мы им не назначаем. Лабинская нефтебаза. Պուտինը նաև անդրադարձել է Բալթյան երկրներից Ռուսաստանի ուղղությամբ հնարավոր դրոնային հարվածների թեմային, հայտարարելով, որ Ռուսաստանի համար ռազմական վտանգ ներկայացնող ցանկացած կետ օրինական թիրախ է համարվում։ Все места, откуда Բոլոր այն վայրերը, որտեղից բխում է Ռուսաստանի նկատմամբ անմիջական ռազմական սպառնալիք, օրինական թիրախներ են։ хотя мы Կրեմլի ղեկավարը միաժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանը չի հրաժարվել Ուկրաինայի հարցով բանակցություններից եւ պատրաստ է երկխոսության շարունակությանը, եթե дրա համար անհրաժեշտ պայմաններ ստեղծվեն։ мы никогда не отказывались от Մենք երբեք չենք հրաժարվել բանակցություններից, պատրաստ ենք դրանց շարունակությանը։ мы готовы к их предложениям. Պուտինը խոսել է նաև Եվրամիության հնարավոր դերակատարության մասին, նշելով, որ եվրոպացիներն իրենք պետք է որոշեն, թե ով է ներկայացնելու իրենց բանակցային գործընթացում։ Не наше дело определять переговорщика. Մենք չենք որոշում, թե ով պետք է լինի բանակցողը, դա Եվրամիության գործն է։ Մեր գործն է որոշել, կարող ենք վստահել տվյալ քաղաքական գործչին, թե ոչ։ Или нет. Այս հայտարարությունները հնչում են ռուս-ուկրաինական ճակատում շարունակվող լարվածության ֆոնին։ Ուկրաինական ուժերը կադրեր են հրապարակել, թե ինչպես են հարվածում Ղրիմի, Ռոստովի մարզի եւ Կրասնոդարի երկրամասի վառելիքային ենթակառուցվածքներին։ Ռոստովի մարզի նահանգապետի խոսքով Տագանրոգում հարձակման հետևանքով բռնկված հրդեհը մարվել է։ Նավթի արտահոսք չի եղել։ Վնասվել են նավամատույցի բեռնման ենթակառուցվածքներն ու վարչական շենքը։ Կրասնոդարի երկրամասի Արմավիր քաղաքում ըստ տեղական իշխանության թիրախավորվել է հարավային նավթային ընկերության օբյեկտը։ Նավթամբարում բռնկված հրդեհը մարվել է։ Ավելի վաղ սակայն Ուկրաինայի ղեկավարությունն էր զգուշացրել իր քաղաքացիներին Ռուսաստանի նոր զանգվածային հարվածների վտանգի մասին։ Будь ласка, зважайте на Խնդրում եմ ուշադրություն դարձնել օդային տագնապների ազդանշաններին եւ անմիջապես տեղափոխվել անվտանգ վայրեր։ Մեր ծառայությունները գործում են արագ եւ լիովին պատրաստ են։ як и завжди. Զելենսկին կրկին շնորհակալություն է հայտնել միջազգային գործընկերներին ռազմական աջակցության համար, ընդգծելով հակաօդային պաշտպանության համակարգերի ամրապնդման կարևորությունը։ Իդեպ, Ուկրաինան եւ Կանադան պայմանավորվել են համատեղ արտադրել հետախուզական անօդաչու թռչող սարքեր։ ԱԹՍ-ները կարտադրվեն Կանադայի տարածքում եւ կմատակարարվեն Ուկրաինայի զինված ուժերին։ Okay, shall I pretend to be the host? Միևնույն ժամանակ լարվածությունը պահպանվում է Ռուսաստանի եւ ՆԱՏՕ-ի անդամ Ռումինիայի հարաբերություններում։ Պուտինը հայտարարել է, որ ռումինական տարածքում ընկած ԱԹՍ-ի ծագման վերաբերյալ անհրաժեշտ է փորձագիտական ուսումնասիրություն, չբացառելով, որ այն կարող էր ուկրաինական լինել։ Ռումինիայի նախագահը սակայն պնդում է, որ ռուսական ԱԹՍ-ն խոցվել է ուկրաինական հակաօդային պաշտպանության կողմից, փոխել է թռիչքի ուղղությունը եւ հարվածել Գալաթի քաղաքի բնակելի շենքերից մեկին։ Այս միջադեպից հետո Ռումինիան փակել է Կոստանցայում գտնվող Ռուսաստանի գլխավոր հյուպատոսությունը, հյուպատոսին հայտարարել անցանկալի անձ։ Զովինար Բարխուդարյան, Անի Ղանդիլյան, Հայլուր։